24 ժամյա ռեժիմով ձերբակալվել են, 24 ժամվա ընթացքում պետք է տանեն դատարան, կալանքի միջնորդություն է ներկայացվելու։ Այո, կարծում եմ հենց առաջնային իրենց գերխնդիրը, բացի հասարակության մոտ այսպիսի տպավորություն ստեղծելուց, երկրորդ կարևորագույն խնդիրն է կալանքի միջոցով մեկուսացնել այն անձանց, այն գործիչներին, որոնք հեղինակություն են վայելում եւ որոնք կարող են այս պահի դրությամբ առաջիկա մարտահրավերների պարագայում ինչ որ առումով ընդվզեն կամ ինչ որ առումով իրենց դժգոհությունը հայտնեն։ Կարճ ընդհանրապես ասեմ, որ այն հաղորդագրությունը, որը տարածել է վարչական կոմիտեն, այդ փաստերը չեն համապատասխանում իրականությանը, եւ այն ձայնագրությունները, որոնք արդեն լսել եք, դրանց բովանդակությունը չի արտահայտում իրականությունը։ Այսինքն մանրամասները կհասկանանք, դրանց գուցե ամբողջությամբ, գուցե առնվազն մի մասը անձամբ գոնե ոչ մասնագետի համար այդ ձայնագրությունները լսելուց հասկանալի է, որ այնտեղ ընդհատումներով է գնում եւ ակնհայտ մոնտաժված ձայնագրություններ են։ Արդյոք դրանք նաեւ այլ եղանակով մշակված գեներացված են, դեռ գործի քննությունը ցույց կտա։ Քանի տարի է սպառվել։ Հոդվածը երկու հոդված է, մեկը 12, մեկը 15 առավելագույնը, բայց իրականում այս հոդվածներն էլ ակնհայտ արհեստական են ձևակերպված, շատ իրավաբաններ արդեն դրա մասին դիրքորոշում հայտնել են, որ նույնիսկ իրենց նշած տեքստի գիտություն ընդունելու ճշմարիտ համարելու պարագայում եւ նույն այս հոդվածներով մեղադրանք չէր կարող առաջադրվել։ Պարոն Խուդայան, դուք սրբազանի հետ արդյոք հնարավորություն ունեցաք քննարկել հրապարակված ձայնագրությունները, թե ոչ։ Այն ինչ որ տեղի ունեցել ներսում, այս բանը չեմ կարող հրապարակել, իրեն ներկայացրել եմ դրանց բովանդակությունը, նշել է, որ որևէ նման գործողություն պլանավորված չի եղել։